Ողջույն ժողովուրդ ջան, արգանքներս բոլորիդ։ Մի քանի վայրկյան, սպասենք մեր ընկերներից միանան ու սկսենք, որովհետև շատ թեժ բաներ է կատարվում ինչ-որ։ Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, խնդրում եմ կիսվել, տարածել, եթերը անպայման կտեղադրեմ նաև YouTube-ում, YouTube-ում էլ վաղուց եթեր չեմ արել, շուտով նորից կվերադառնանք այնտեղ, պարզապես մի քիչ գործերով կազմակերպչական տարբեր հարցեր կան, դրա համար դեռ չի ստացվում։ Բայց ես այսօր ուզում եմ երկու բառով խոսենք նախ արցախցիներից, ովքեր որոշ պահանջներով ներկայացել էին Շահր Ամանյանի նստավայր, որքանով կարելի է դա ինչպես ընդունել, իմիջայլոց հարգանքներս բոլոր արցախցիներին, խոսքը Ղարաբաղի կլանի ներկայացուցիչների մասին չի, ստեղ թող իրանք նես մի հատ երես շարներն էլի, իրանց ծննդավայրով գլուխ չգովան, որովհետև Ղարաբաղի կլանի մեջ կարող են լինել մարդիկ, ովքեր ասենք օրինակ Գորիսեցի են կամ Վանաձորցի, Շիրակի մարզից, բայց միևնույն է լինեն այդ կլանի ներկայացուցիչ, որովհետև կլանի փարագլուխներն են Ղարաբաղի, ում համար երբեք Ղարաբաղը Արցախ այդպես էլ չդարձավ ու չի դառնալու։ Ես ուզում եմ այդ միջադեպից խոսալ, չնայած այնքան խիտ է այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում ձևավորված մթնոլորտը, որ չես հասցնում, ասենք եթե զուգահեռ փորձես վերլուծել, ուղղություններ բռնել, անընդհատ րոպեն 1, 5 րոպեն 1, 10 րոպեն 1, ասես նոր բաներ է ողողվում ու գնալով կոպտանում, կոշտանում է պայքարի միջայլոց մեդիա տիրույթում։ Եթե նկատել եք, այսինքն մոտավորապես այն ինչ որ 2-3 ամիս առաջ ասում էին, մարդիկ կային չէ, ինձ գրում էին անձնականով, ասում են, վայ տեսել ես, ինչ են անում, ինչ են անում, ասում են, լավ բերեք գարուն ավելի է դեժանալու, ամեն ինչ դրան է տանում։ Ու նորմալ է միջայլոց, որովհետև եթե այստեղ մի փոքր հանկարծ ավելի ժողովրդավար ուժերը, որ բնականաբար միայն չի կարող լինել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, բոլոր ժողովրդավար ուժերը հանկարծ այստեղ մի քիչ թուլացնեն իրենց պատկերացումները, ապա անպայման պարտվելու են ոչ միայն ընտրություններով, այլ հանրության լեզվամտածողությամբ նաև, որտեղ որ ահագին աշխատանք կա անելու։ Ուրեմն տեսեք, ես չեմ ուզում դեռ ազգային ժողովին անդրադառնալ, այսօր Ռուբինյանը շատ լավ ելույթ ունեցավ, ինչպես միշտ, բոլորը լավ ելույթներ ունեցան ու լավ ելույթ ասելով ոչ թե ասես շատ գեղեցիկ ու հաճելի էր լսելը, բան, չէ, այլ ավելի արդեն սկսում են այդ ելույթները հողի վրա, գետնի վրա իրենց ազդեցությունը թողնել, այսինքն տրամաբանությունը բացվում է գնալով ու քաղաքացուն ավելի ըմբռնելի է դառնում ելույթների ենթատեքստերը, տողատակերը, երբեմն այո պետք է համբերատար տող կետ գնալ ու դիմակայել այնտեղ, որպեսզի մանիպուլատիվ որոշ բաներ չլինեն։ Ու լավ է որ այս վերջի շրջանում մի 2-3 օրերին դա նկատելի դառնում է։ Կարող են լինել падգամավորներ, ովքեր ավելի քաղաքական ելույթ ունենան եւ կա падգամավորներ, ովքեր ավելի լավ է այդպես աշխատեն, այսինքն բացվեն շերտերի մեջ, շերտավորվեն ու բացվեն, որովհետեւ ըստ էության շերտավոր ու բաց պայքար է գնում, դրա դեմը այդպես է պետք է առնել։ Այնուամենայնիվ ազգային ժողով առայժմ թողնենք, վաղը միսօր շաբաթ կիրակյա դեռ կհասցնենք մարսենք մի հատ, նոր սկսենք անդրադառնալ այդ պատմական որոշ իրադարձությունների նույնպես, ինչու ոչ նաև Արցախի հետ կապված այդ 44-օրյա պատերազմի դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածը։ Կան մեր շատ հարգելի արցախցիների։ Նախ ես անկեղծ եթե լինենք, փնտրում էի Արտուր Օսիպյանին Facebook-ով չգտա, բայց ես հիշում եմ, որ մենք Facebook-յան ընկերներ ենք եղել, երևի ինչ-որ բայի որոշել է ինձ բլոկի կամ համենայն դեպս ես չեմ ուզում իրան ինչ-որ բան անեմ, մեղադրեմ այդ հարցում, պարզապես երևի ինչ-որ բան այն չի եղել ու հիմա փնտրում էի ու չէի գտնում Արտուրին, որովհետև ուզում եմ մի հատ կապվել հետը ու հրավիրել Facebook-յան եթերի մի քիչ զրուցենք, որովհետև անվստահությունը այնքան մեծ է, երբ որ արցախցիների մասնակցությամբ մի բան կազմակերպվում է, մարդիկ լայն հասարակությունը փորձում է այդտեղ գտնել նպատակներ, թե ով ինչ նպատակով է դա անում, այսինքն իրական նպատակին ինչ որ ներկայացվում է, շատ քչերը կարող են հավատալ կամ չհավատալ, հա։ Այդ իմաստով ցանկանում էի հետը եթեր անել, մի քանի հարցեր տալ, եթե հանկարծ ես եթերը կդիտի Արտուրը, ասեմ Արտուր ջան, ես նայում եմ քեզ չեմ գտնում, չգիտեմ ինչն է պատճառը, կխնդրեմ իմ Facebook-յան էջում իմ հեռախոսահամարը կա, կխնդրեմ կապվես ինձ հետ, շատ հնարավոր է ոչ միայն Facebook-ով, այլ նաև հեռուստատեսությամբ էլ եթեր անենք, որովհետև մենք անտարբեր չենք արցախցիների բողոքներին, խնդիրներին, բարձրաձայնած հարցերին, այո, երբեմն հակակրում կամ
վիրավորվում ընդհուպ միջև նեղվում ենք, նեղսրտում ենք, երբ որ դա այլ ձևակերպումներ ա ունենում եւ շատ լավ հասկանալով որ դա կարող է վատեր տանել, երբեմն ստիպված ենք լինում նաեւ կոպիտ պատասխանել, բայց ոչ երբեք վիրավորած լինելու կամ ընդհանրական իմաստով, հա։ Այնպես որ շատ կցանկանայի շփվենք այս իմաստով, որովհետեւ այսպեսի մի բան ա զգացվում։ Տես, քանի որ դու հասարակական կազմակերպություն ունես ու հասարակական գործունեություն ես ծավալում։ Ես Արցախում քեզ շատ հետևում էի, ինձ հետաքրքիր էր անգամ երբ որ բաներ էր լինում անգամ եթե համաձայն չէի, միևնույնն է ինձ հետաքրքիր էր, չի կարող մարդը անել ամեն ինչ ու բոլորը համաձայն լինեն դրա հետ, դա այդպես չի աշխատում, բոլորս ենք հասկանում։ Բայց հասարակական գործունեություն ծավալելուց երևի դու էլ շատ լավ գիտակցում ես, որ ընկալումը, ով ինչպես ընկալում է, կարող է բարձրաձայնել ու դրանից դու չպիտի նեղվես։ Ընդհակառակը դա պիտի հաշվի առնես քո հետագա ռազմավարության շրջանակներում, այսինքն ինչ որտեղ ես քեզ հիմա գուցեև լավություն եմ անում։ Տես, նախ գանք նրանից, որ երբ արդեն Շահրամանյանի հետ հեռահար խոսում էի գրուպով, այն Շահրամանյանի հետևում ֆրֆռացող են մի հատ տղա են, վերջերս, եթե ուշադիր եք եղել Ժողովուրդ ջան, վերջերս Պետրոս Ղազարյանի հյուրն էր։ Ու ամեն կերպ փորձում էր Պետրոս Ղազարյանին ու մեզ համոզել, որ ինքը ոչ մի կապ չունի ոչ մեկի հետ։ Դա մի հատ տենց առանձին շտաբով, իսկապես զբաղված արցախցիների իրավունքներով եւ ուղղակի ստիպված են քաղաքական բոլոր ուժերին դիմավորել ու ճանապարհել։ Ու այս ամեն ինչը սենց անընդհատ բերում ինչ որ այլ շեշտադրումներ էր անում։ Մեկ էլ նայում ենք Շահրամանյանի հետևը ֆրֆռում է։ Իսկ մենք բոլորը շատ լավ գիտենք Շահրամանյանը ով է ու ինչացու է եւ Շահրամանյանի հետ ցանկացած մեկ կապ ունեցող պիտի հասկանա հետեւյալը։ Ինքը ինչ որակում է ուզում ստանա։ Սեփական հայրենիքը, պետությունը ըստ իր ընկալման, որի նախագահ է հանդիսանում ոչ թե կապիտուլացող է լուծարողի մոտ դու ով ես լինում, եթե մտնում ես այդպես կոնտակտի մեջ, էլի, հա, սկսենք տեսնել, այնտեղ, չգիտեմ, նա վերընտրվեց Արցախի նախագահ, ինչ-որ sense վերնագրեր եմ կարդում, հա, դա շատ վատ է, որ եթե անգամ վերցնենք այդ երևակայական դաշտը, որը բան է, բայց միևնույնն է շատ վատ է, եթե դա այդպես է, էլի, փաստորեն Կառաբաղի կլանի մի մասնաճյուղը շատ նորմալ է ընդունում պետության լուծարման որոշումը։ Մի քիչ էլ եմ ուզում խորքից գալ։ Ես արցախցիներին այստեղ մի հատ հարց ունեմ տալու, եւ այդ հարցը հռետորական հարց է, ես կխնդրեմ, որպեսզի չշտապեք պատասխանելու մեջ։ Բայց այդ հարցը անընդհատ ունեցեք ձեզ համար ու փորձեք այդ հարցի լուծումն ու բարձրաբանումը գտնել, դարձյալ առանց շտապելու։ Տեսեք։ Շատ մեղադրում եք, նորմալ է, ոչինչ մեղադրեք, հարցը դա չի։ Բայց երբ որ դուք ասում եք, այ գնաց Գրանադայում ես իմիշ պայմանավորվեց Նիկոլը եւ այլն, ես դեռ մի հատ ձեզ sense բան ուզում հարցնել։ Իսկ դուք հարցրել եք ձեր երբեմնի քաղաքական ղեկավարներին, թե օրինակ Սոֆիայում ըստ ձեզ, ըստ իրենց կարծիքով, այդ ինչ պիտի առաջարկեին Ալիևի հետ առանձին բանակցություններում, որը շատ ավելի վատը կարող էր լինել, քան եւ լավ։ Այս հարցը ձեր մեջ էփեք մի քիչ, որովհետեւ այդ հարցը ես արդեն տարի ու կես է, ես լինելով Երևանից, ինձ մեջ անընդհատ էփում եմ ու ասում եմ լավ, ոչ մի արցախցի չի ուզում այս հարցը տա։ Ասենք չգնացինք, վատ բան էր Սոֆյան, բայ որ գնայինք այնտեղ վերջացավ, վատ բան էր, բայց այդ վատ բանը ինչ էր։ Ինչի մասին էր ստացվելու, ինչ հաշվար կարեցին, չէ՞ որ բանակցությունից առաջ շատ բաներ համաձայնեցնում են, օրակարգից սկսած, աթոռի գույնից վերջացած, խմելու ջրից վերջացած։ Այդ ինչ էին զգացել, ինչ այնտեղ կարող է առաջարկվի, որը շատ ավելի վատը կարող լիներ։ Սա առաջին հարցը, եւ երկրորդ հարցը։ Երբ որ հրաժարվում էին, ըստեղից երկու ճյուղ առանձնանում հարցի, հա, երբ որ հրաժարվում էին, մի դեպքում հետեւյալն է, հույս ունեին, որ կամ Ռուսաստանն էր խոստումներ տվել այն Թաթար Ռուբոյի ու մյուսների բակոմակոների շուրթերով, որ արխային եղեք, ձեր մեջ կինը, մեր դաշտում որ լուծվելու լինի, ես ստեղ եմ, մի հույսը դա պիտի լիներ։ Երկրորդ հույսը լիներ այն, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես թե այնպես կներքաշվի եւս մեկ լայնածավալ պատերազմի մեջ հանուն Արցախի։ Անկեղծ եթե լինենք շատ քաղաքացիներ ինձանից սկսած պատրաստ են եղել հանուն Արցախի կյանքները զոհել, խնդիրը դա չի, բայց կյանքը զոհելը մի քիչ այլ պատրաստակամություն է ենթադրում։ Պետությունը զոհելը այլ
բան է ենթադրում։ Հիմա կանք այդ երկու հարցի հետևից։ Այսինքն ինչ որ մի հույս կար, չէ՞, ձեզ մոտ կամ ռուսները կամ Հայաստանի Հանրապետությունը։ Որի դեպքում ասում եք ռուսները քաշեցին, մի մասն ասում են Հայաստանը քաշեց մեզ։ Հիմա խնդրում եմ, եկեք հերթով կանք։ Ну, Ռուսաստանի մասով իմ կարծիքով դուք ինձանից ավելի լավ գիտեք, թե ոնց պիտի քաշեր, խի պիտի քաշեր եւ այլն, բայց ամեն դեպքում կլինեն մարդիկ, որ Մամիջանյանի պես երջանիկ կլինեն, որ Ռուսաստանի պես դաշնակից ունեն Արցախում։ Հայաստանի պարագայում հիմա, այնց հիմա, թեկուզ այդ ժամանակ չէ, այդ ժամանակ ասենք թե շրջապատման մեջ եք մանիպուլատիվ քարոզչական այլ աշխատանքներ էին տարվում։ Հիմա երբ որ դուք Հայաստանի Հանրապետությունում եք, արգելներս ձեր հայրենիքում շատերի համար արդեն իրենց պետությունում, որովհետև քաղաքացի են դարձել, շնորհավորում եմ իրենց։ Հիմա նույնպես կարծում եք, որ նորմալ կլիներ, որ Հայաստանի Հանրապետությունը մտներ մի պատերազմի մեջ, որը իրենից ենթադրում է տարածքային պահանջ, որը աշխարհում չունի աջակցություն, ոչ մի երկր, ոչ թե որովհետև ինքը վատն է, այլ որովհետև դա այդպես է եղել ու կա։ Ու հաղթանակած, ոգևորված, ուժեղացած Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետությունը այդ վիճակում, այդ ժամանակ պիտի ներքաշվեր ու ձեր կարծիքով խնդրում եմ, ինչպիսի երկ պիտի լիներ։ Այս երկու հարցերը ձեզ համար պարզապես հարգելներս, ասենք հիշեցինք, չէ՞, մեկը դա, մյուսը Սոֆիայում ըստ ձեզ ինչ պիտի առաջարկվեր, որը շատ ավելի վատն էր, քան թողնել այդպես ու գնալ եւ լավ։ Գուցե Սոֆիայում ավելի վատ առաջարկ պիտի լիներ, ասենք թե պիտի, չգիտեմ, ասեն բացի Արցախը լուծարելը, դուք պետք է համել, չգիտեմ, ասենք, չգիտեմ, ես այդ հարցը տալիս եմ, ոչ թե տալիս եմ ձեզ, այլ այս հարցը հռետորական հարց է, որի շուրջ առաջարկում եմ միասին մտածենք, հետ այսու։ Դենց մեզ համար մտորենք։ Հիմա գանք մեր արցախցիներին, ովքեր այսօր որոշակի բողոքի ակցիա են իրականացնում ու պահանջներ ներկայացնում։ Եթե ձեզ թվում է, թե օրինակ, այն մի պարագայում, եթե որոշ արցախցիներ հանկարծ ոչ մի խոսքս չընդհանրացնեք, որովհետև կներեք, դա կարող լինի երևանցի ու ցանկացած ացի։ Ուղղակի ասում եմ արցախցի, ուղղակի հասկանալ լինի խոսքը, որ ուղղությամբ ու տարանջատման խնդիր հանկարծ չդնեք, սա այդ իմաստով չեմ ասում մի խոսքով։ Եթե ուզում եք դնեք տարանջատման խնդիր, դա ձեր գործն է, ես չեմ դնում։ Տեսեք, երբ որ իրավունքների, չգիտեմ ինչի համար ակցիա են իրականացնում օպերայի մոտ, ես այդ ակցիային մեծ հաշվով ընդհանրապես նորմալ եմ վերաբերվում, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլատրում է շատ բաներ։ Մենք ինչքան ունենք պարտականություններ, այդքան ունենք իրավունքներ։ Ու ես իրավունքի տեսանկյունից չեմ նայում, որ եթե խոսքը ինձ է վերաբերվում, ուրեմն իրավունք ունեմ, իսկ եթե իմ սիրած կամ չսիրած մարդկանց, ուրեմն իրենք իրավունք չունեն։ Ոչ, սահմանադրությունը բոլորիս համար է ցույց է տալիս, թե մենք ինչպես պիտի ապրենք մեր միջավայրում։ Իսկ ես, քանի որ պետության ամրացման մարտիկ եմ ինձ համարում, կներեք, մի քիչ ինքնագովազդով զբաղվեմ համարում, կարծում եմ դրա իրավունքը վաստակել եմ, ապա պետության սահմանադրությունը տվյալ պահին պիտի իրար հետ ճիշտ նստի։ Մի տեսեք, ես նորմալ եմ վերաբերվում, ընդհանուր մինչև այն պահը, երբ որոշ քաղաքացիներ, արցախցիներ շատ կոպիտ արտահայտություններ սկսեցին անել, որը որպես քաղաքացի շատ վիրավորական էր։ Եվ ես այդ առանձին վերցած դեպքերը ներկայացրեցի ու ասացի, որ ես շատ վատ բան է, մի գնացեք այս ուղղությամբ։ Մի արեք սա։ Դա կարա այն անջրպետը, որը ստեղծել ու օրորի խորացնում է քոչայանական կլանի առայժմ գոյատևող, բայց արդեն սողացող կլանի պարագլուխը ու իր ենթակաները, եկեք այդ ճանապարհով չգնանք, այդ անջրպետը չի կարելի խորացնել։ Ես իսկապես վստահաբար եմ ասում, որ առաջին Ղարաբաղցի հայաստանցի անողներն ու այդտեղ փոս առաջացնողները հենց իրենք են եղել, դրան տալով բացասական երանգ, որովհետև կարելի է տարանջատել, բայց տալ դրական երանգ։ Օրինակ, եթե Արցախի Հանրապետությունը կարողանայինք հասնել նրան, որ անկախ հանրապետություն ստեղծվել Արցախի ու այդ իմաստով ներկայացնենք, սա կլիներ դրա դրական երանգ արցախցի, հայաստանցի, չէ՞, կլիներ երկու պետություն, մեկի անունը Արցախը բնականաբար բնակիչները արցախցի են, մեկի անունը Հայաստանը բնականաբար հայաստանցի են։ Երկու նույն հայ ժողովուրդը երկու պետությունով, սա այսպես կլիներ։ Ցավոք նրանք այլ երբ բացասական իմաստով դա
մցրեցին հանրության մեջ եւ որպես իրենք էլ բացասական կերպարներ ընդհանրացվեցին ու դեմոնիզացվեց այդ ամենը, բայց սա թողնենք, ես այդ իմաստով չեմ ասում։ Ամեն դեպքում վիրավորական արտահայտություններ հնչեցին։ Ես դրա մասին ասեցի ու զգուշացրեցի, որ չի կարելի։ Իհարկե դա շատերը ներկայացրեցին որպես տեսեք Գներ Սարգսյանը դարձյալ ատելության խոսքաբան։ Խոսքով ինչպես իրենց տանը դասերակվել են, այդպես էլ ըմբռնեցին, ինչպես դպրոցում սովորի կրթվել են, այդպես էլ իրենց կրթությունը ցուցադրեցին մի խոսքով։ Հիմա գանք այս պարագայում, եթե դուք սպասում եք, որ ես պիտի ասեմ, ինչ լավ է Շահրամանյանի դեմ դուրս եկաք ու ինչ-որ հարցեր եք տալիս, չէ, սխալվում եք։ Ես ինքս շատ լրագրողների այնքան էլ չեմ հարգում ու հասկանալով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունում ինքս 1000 անգամ դրա մասին ասած լինելով ու քննադատելով, սուր քննադատելով մեր լրագրողների աշխատանքը, միևնույնն է նման վերաբերմունքի կողմնակից չեմ։ Փորձեք մի փոքր այլ կերպ վարվել։ Սա մեկ, երկրորդ։ Եթե դուք շատ եք ցանկանում, որպեսզի ձեզ ներկայացվի ցուցակ, թե ով ինչ է թալանել, ես ունեմ հետևյալ առաջարկը։ Գալիս ես Արտուր ջան, ես տղեկով, 2-3 ավտո, գա կճարենք, տղերքից ունեմ։ Նստում ենք ավտոները, ես աշխատանքի վայրից խնդրում եմ ինձ մի 2-3 օր դադարեն տրամադրում, ես ձեզ հետ շրջում ենք Հայաստանի Հանրապետությունով մեկ, իհարկե կարող ենք սկզբի համար Երևանից շատ հեռու չգնանք, կենտրոնից հատկապես, բայց այնուամենայնիվ, եթե ամբողջական ծավալն եք ուզում տեսնել, բացի Արցախում թողածը, շրջում ենք Հայաստանով մեկ, ես ես հատ ասում եմ, որը ումն է։ Եթե դուք ակնկալում եք, որ հեսա Շահրամանյանը դնելու է ձեզ ցուցակ ներկայացնի, թե ովքեր են թալանչիները, ով ունե, հասկանում եք, սա ծիծաղելի պահանջ է, Արտուր ջան։ Սա ծիծաղել, դուք արդեն տարի ու կես աստեղ եք, պիտի որ ձեր աչքով տեսած լինեիք այդ ամեն ինչը։ Ասեմ ավելին, շատ մեր արցախցի հայրենակիցներ որպես աշխատանք իրենց համար, կամ ժամանակավորապես կամ հիմնական առայժմ ամեն դեպքում առայժմ ընտրել են տաքսի վարելով գումար վաստակելու ճանապարհը։ Ես ինքս երբեմն տաքսիներից օգտվում եմ ու շատ է լինում, որ հենց արցախցի են լինում, մի մասը ճանաչում են, զրուցելով են գնում աշխատավայրու հետ գալիս, երբեմն անգամ բանավեճի մեջ ենք մտնում եւ այլն, սա շատ է լինում։ Բայց փոխադարձ արգանքի հիման վրա բնականաբար, որովհետեւ մենք խնդիր ենք դնում հասկանալ ինչ կա, տարբեր կարծիքները մեկտեղել ու հասկանալ։ Եթե մեր խնդիրը ասած ասելը չի ու բան ապացուցելը չի, այլ երկխոսության միջոցով հասնել նպատակակետին, բանավեճը նորմալ է։ Դες դուք կանգնել եք, ասում եք, լավ եք անում, լավ, պահանջը որոշել եք այդ ուղղությամբ տանել, հրապարակեք, չգիտեմ ինչ է։ Ձեզ թվում է ինչ-որ մի հատ գիրք կա, որի մեջ գրած է, թե ով որտեղ ինչ ունի ու ինչ կա։ Հա, կան տենց գրքեր, դրանց մեծ մասը ԱԱՑ-ում են։ Իմիջիայլոց Շահրամանյանը եղել է նաև Արցախի ԱԱՑ տնօրենը, չէ, եթե ես չեմ սխալվում։ Ինչ եք կարծում, հանելու է իր այդ գաղտնի սև ящիկի միջինը, ոչ թե այն սեյֆի միջինը, այլ այն առանձին մի սև ящիկ, ալ եթե չգիտեք, ասեմ ժողովուրդ ջան, տեսեք։ Մեր ԱԱՑ-ում էլ է այդպես եղել, հիմա չգիտեմ, հիմա կոնկրետ չեմ կարող ասեմ։ Այն Սերժի ու Քոչյանի ժամանակ մոտավորապես սենց էր, կար մի հատ սև։ Որտեղ որ տվյալները հավաքագրվում էր մի քիչ աչքի ընկնողների, մի քիչ շատ բիզնեսով զբաղվողների, մի քիչ հասարակական գործունեությունով զբաղվողների, մի քիչ քաղաքական, ովքեր մի քիչ աչքի էին ընկնում, տվյալները հավաքվում են, որ հարկ եղած դեպքում ով ուզենար մի քիչ լպտել, ասում են արիստ է տղաջան, դա հանում դրում են դեպը։ Կամ դրանով սկսում էին նեղել ձեռից վերցնել ինչը պետք է, կամ իրենց համար աշխատել տալ մի խոսքով, այդ ուրիշ բանի համար էր։ Ու կար մի հատ սև ящик, առանձին ящик, որը չէին դնում վրա դեմը։ Դա շատ ավելի ծայրահեղ ու կարևոր բաների համար էր։ Այդ սև ящикի եղածը ամենակարևոր նյութերն էին, որտեղ որ կարող էր ընդհանուր միջև նախագահի թեմաները լինել, մյուսը, հասկանում եք։ Դա ԱԱՑ-ը մի քիչ տենց հիմնարկ է, սպეციფიկ հիմնարկ է, ու ինքը մի քիչ աշխատելավոճով տարբերվում։ Այս Շահրամանյանը վստահաբար այդ առանձին դրած սև ящикից ունեցել է, որը ինձ թվում է դժվար թե վառել, էլի, դա ախր շատ կարևոր ամուր ինֆորմացիա է, էլի, հետոյի համար պետքական է, դա կարա կյանք արժենա, կամ կյանքեր, հասկանում, դա հաստատ բերել է, դա դեռ Արցախի մասով, թե Արցախում ով ինչ ունի, հասկանում եք, որքան էլ որ Հայաստանի ԱԱՑ-ի հետ աշխատել են համատեղ, միևնույնն է Արցախի մասով է, դուք ասեք թող այդ վերապարակի, ու բոլոր ժամանակներին է, դուք պահանջեք դա, որովհետև դա վստահաբար իր մոտ է։ Դրա համար են դեռևս նրա հետ պարոն Շահրամանյանով խոսում, նա ով է։
Այլապես նա ով է։ Ինչ է նշանակում։ Հայաստանում մի հատ էլի տենց բան ենք անում, ինստիտուտները վերականգնում ենք Արցախի, չգիտեմ, մի խոսքով ասես բաներ են անում ու վերընտրվում է դարձյալ Շահրամանյան։ Ասենք եկեք մի քիչ այդքան միամիտ ու այդքան երեխա չլինենք։ Լավ, դες մանուշակ մանգապարտեզ չի, էլի։ Հիմի Արտուր ջան, գնացել կանգնել ես մեկի մոտ, ում մոտ քո մասին էլ շատ տվյալներ բնականաբար կլինեն, ես չեմ ասում անպայման վատ տվյալներ, չէ։ Մեկնաբանելու ձևից է կախված։ Որն է վատ տվյալ, որը լավ տվյալ, կապ չունի։ Կապ ունի թե այդ տվյալը ով է օգտագործում, ինչ նպատակով ու ինչպես է մեկնաբանում դա։ Հասկանում ես, սա նյուանսներ կան։ Դու կարող ես ընդամենը գնացած լինես սուկարան, որը բնական երևույթ է, կամ ես, հա, որպես չմտածես բանում։ Հա, բայց մի հատ այլ տվյալով այդ ամեն ինչը այլ ձև մեկնաբանելով այլ նպատակի ուրիշ բան դառնա։ Հասկանում ես։ Ու դրանից ոչ ոք ապահովագրված չի։ Ոչ բացարձակ ոչ ոք։ Չկա տենց մարդ, որ ապահովագրված է դրանում։ Մնացածը իր հանդեպ ունեցած վստահությունն է, կամ սենց է, կամ նենց է։ Հասկանում ես։ Տես։ Դու ինձ թվում է դու հասկանում ես, սենց հասկանում ես։ Ու դրա համար է Շահրամանյանը քո հետ հանգիստ խոսում, մի հատ էլ ցիտում, ասում քեզ էլ ենք օգնել, բան ենք արել, էլի։ Նորմալ է, որ երբ որ ղեկավար մարմինները օգնել հասարակական կազմակերպություն կայանա։ Օրինակ մեզ օգնող չկա բացարձակ։ Սենց քեզ ասեմ։ Ասեմ ավելի մեկ երջանիկ կլինեինք, որ շատ փոքր մի բանով մեզ օգտակար լինեն, որովհետև շատ խնդիրներ ունենք։ Ամեն դեպքում մեր մոտ էլ այդպես է ստացվել։ Ոչինչ, չենք դժգոհում։ Այդ է, հիմա մեզ էլ այդ ճակատագիրն է բաժին ենք ել, մենք էլ այդ ուղղությամբ ենք գնում։ Կարևորը տակներս մաքուր ենք պահում։ Ու որոշակի ֆինանսական կախվածության կամ լավության տակից դուրս գալու ինչ-որ sense խնդիրներ չունենք։ Իսկ դու փաստորեն ուներ։ Ինձ թվում է, հիմա ասեմ, ինչ ենք մենք ընկալում։ Ինձ թվում է, սա նույնպես 26 թվականի նախապատրաստություններից էր, որը հնարավոր է, որ տեսեք, թե Սերժը, թե Քոչարյանը մրցում են թե արցախցիների 1000, 2000, 5000, 10000, 50, 100,000 ձայնը ինչպես կօգտագործեն։ Իհարկե, մոտ 120,000 արցախցի է եկել Հայաստան էթնիկ զտման պատճառով, Ալիևի հանցագործության պատճառով, բայց բոլորս հասկանում ենք, որ մի 30,000 էլ Հայաստանում կային, այսպես թե այնպես։ Ու բոլորս էլ հասկանում ենք, որ լավ, այդ 120,000-ի մեջ բոլորը չի, որ ընտրելու իրավունք են ունենալու անչափահասներ կան։ Այսինքն մի 30% եթե անենք, դա կմաքուր մոտ 80,000 ձեն ամնում, եթե բոլորը ստանան քաղաքացիություն։ Կամ եթե բոլորը չեն ստանալու, մինչև այդ կեսին կհամոզեն, մի խոսքով մի 40,000 ձեն, իսկ 40,000 ձենը, եթե ուշադիր եք եղել, Ժողովուրդ ջան, կներեք, որ այսքան մանրամասնում եմ, բայց պիտի ասեմ։ Նայեք, Հայաստանի Հանրապետությունում ընտրելու հնարավորություն կամ իրավունք ունի մոտ 2 միլիոն մարդ։ Չնայած բնակչությունը 3 միլիոն է։ Բայց միշտ մասնակցությունը ամենաակտիվ պարագայում լինում է 50%։ Մոտավորապես, պլյուս մինուս։ Այսինքն մոտ 1 միլիոն մարդ։ Հիմա կուսակցության դեպքում շեմը իջացրել, եթե այն ժամանակ կուսակցության դեպքում շեմը, որ հաղթահարես, 5% էր, դաշինքի դեպքում 7։ Հիմա իջացրել են։ 3.5-ը կուսակցության դեպքում, դաշինքի դեպքում 5։ 3.5%-ը 1 միլիոնի մոտավորապես 35,000 ձեն է։ Այսինքն, պատգամավոր դառնալու կուսակցությունով առնվազն 4-5 պատգամավոր ազգային ժողով ունենալու նախապայմանը մոտ 35-ից 40,000 ձեն ապահովելն է։ Կվե ապահովելն է։ Հասկանում եք։ Արդյոք 26 թիվն է։ Չգիտես ինչի տարի ու կես անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ դուրս գան, ասեն մնա տղեկ եք ստեղ, արա, ես ինչ եմ ունեք ստեղ։ Մենք շատ լավ հասկանենք, որ օրինակ, ամենայն հարգանքով, սա քաղաքական պայքար է, ես ըմբռնումով եմ մոտենում։ Բայց օրինակ Սամվել Բաբայանը առանձին քաղաքական ուժ է։ Հիմա ում հետ լավ հարաբերություններ կունենա, ում հետ չէ, ում հետ գաղտնի, ում հետ բաց, այդպեսի առանձին քաղաքական ուժ է։ Եթե կարողանա այդ 3.5-ից մի տոկոսը, ասենք մի 7-8,000 ձենը այնտեղից հավաքի, բերի իր մոտ, դա մեծ բան է նշանակում իր համար։ Հասկանում եք։ Ու իմ կարծիքով մինչև 26 թիվը 1-2 քաղաքական ուժ նույնպես հայտ կներկայացնեն։ Անպայման հայտ կներկայացնեն, որովհետև Գյումրիի օրինակով, ինչու Գյումրիի 21 թվի օրինակով։ Տեսեք, Գյումրիում 9 քաղաքական ուժեր մասնակցում,
Եթե ԿՊ-ին ու Եվրադաշինքին տակից հանում ենք, մնացածը իրար հորորող տղերք էին։ Եվ բոլորը պատրաստ էին ձեները տալ ցանկացած N1-ին, ով ընդդիմադիր դաշտից է։ Եթե անկարծ 50+1 N2 ուժերը բան չանեն։ 21 թվին ավելի, եթե հիշողությունը ձեր մի քիչ թարմացնեմ ժողովուրդ ջան, 21 թվին 24 քաղաքական ուժեր մասնակցում։ Նո ավելի ճիշտ 25, բայց բանը Արզականցյանը պարզապես մի բան սխալ արի դուրս մնաց։ Չնայած արդեն տպվել էին 25 քաղաքական ուժերը, բայց այդ 25 քաղաքական ուժից 20-ը ձեն փախցնելու մասին էին։ Ձեն գողանալու, այսինքն օրինակ ես, եթե մեր Բաքուն գնամ ասեմ ժողովուրդ ջան Քոչարյանին էլի պիտի ընտրենք բան, կասեն արա գնել ջան աղբոպես գնաց տեղից։ Բայց եթե ես ասեմ տղեկ, իմ մանկության ընկերներն ասեմ տղեկ, ես իմ կուսակցությունն է էլի լավ կլինի էլի որ ինձ ձեն տակ, ասում են գնա ջան դու պրոբլեմ չունես։ Նո ամենայն դեպս մեծ մասը։ Չէ։ Առանց խորանալու որ ես հետո դա տալու եմ այնտեղ։ Բայց քանի որ իրենք ուղիղ տվողը չեն կարան համաձայնել մենք Քոչարյանին չեն գնել ինենք ձեր տակ։ Չէ՞ սենց է դառնում։ Այդ 24 քաղաքական ուժից 20-ը, նու 24-ից 19-ը, որտեղ 25-ից 20։ 24-ից 19-ը ձեն գողացողներն են, փախցնողներն են, որոնք հետո ինչ-որ կերպ պիտի դա այլ կերպվի։ Բայց այդ մարդը կարող է գնել ու հենց ԿՊ-ին ընտրել, անկախ ամեն ինչ, գիտեք, չէ, ամեն ինչ կարող լիներ։ Հիմա 26-ին եւս 1-2 ուժ անպայման ավելանալու է, որովհետեւ արդեն դուք տեսաք սահմանադրական դատարանի վերջնական որոշումը։ Դուք տեսնում եք, որ գործերը արդեն քննության փուլը ավարտվում են, ու արդեն դատարաններ են մտնում, կամ արդեն դատարանում են, կամ արդեն դատարանում են, կամ դատարանում են, բայց արդեն վճիռ կայացնելու փուլում են եւ այլն, այստեղ դողերոց կա անգել։ Իրենք ամեն ինչ են անելու, ամեն ինչ։ Ու չկարծեք, թե ինչ որ մեկին կամ ինչ որ բան խնայելու են։ Բացարձակ։ Այն որ 2-3 ամիս առաջ ասում էի համբերեք գարուն, հեսա ավելի է թեժանալու մեդիա տիրույթում, հես համացանցերում կզվրտոցին։ Տեսեք, արդեն մեծացել է, դեռ էլի է մեծանալու։ Աշունը, вообще, որ չենք հասցնելու, նայեք թե որը վերջի ինչ էր լպտում։ Չնայած արդեն ընդհանուր առմամբ գծերը པարզ են, բայց միևնույնն է քաղաքացիներին մեկնաբանելու, պարզաբանելու տեղ միշտ լինում է։ Որ չես իմանում որից խոսես, լինում է, չէ՞, տենց բան չես իմանում որը ասես, ստիպված ոչ մեկ չես ասում։ Ասենք օրինակ այսօր ես շատ կուզեի խոսեի ազգային ժողովից, բայց չեմ խոսում, որտեղ եթե մտնեի այդ թեմայի տակ, չի կարա ժամանակը բավարարի միտքը ավարտին հասցնելու համար։ Այդքան թեժ է ամեն բան։ Մենակ նրա համար 24 կատալոգականն էին ներկայացնում։ 24-ի կատալոգականից մեկը չգված, մեկը հարց չունեցավ։ Անդիմադիրներից մի հոգի հարց չի տվել։ Բացեք նայեք կրկնությունները։ Բայց երբ որ հասավ ելույթների պահը, բոլորը հիշեցին այլ Արցախը, ինչ ասես։ Այդ հարցերը մեջ ոչ մի բան չունեն։ Հնարավորություն էր, որպեսզի այդ աուդիտորիան նույնպես օգտագործեն։ Ու իրենց քիչ հետաքրքիր, թե դուք նայում եք իրենց հայոյում եք դանոցում, իրենց դա քիչ հետաքրքիր։ Իրենք այլ խնդիրներ են լուծում, այլ ուղղությամբ, այլ աշխատանքներ կան անելու։ Այլ տեղեր են գալուչկեն դնում։ Հասկանում եք, նպատակների դաշտերը տարբեր են։ Դուք չեք կարող ժողովուրդ ջան, ձեր նպատակների դաշտում միայն դաշտը հաշվի առնելով պատկերացում կազմեք իրենց գործողությունների ու քայլերի մասին։ Մի խոսքով, հիմի այս իմաստով ես, քանի որ խոսում ենք այսօրվա արցախցիների բողոքի ակցիայից, ասեմ հետո, ես նախ, ամեն դեպքում որպեսզի չստացվի, թե ես միայն այդպես եմ կարծում, չէ, ես կարծում եմ, որ այդտեղ ներկաներից շատերը իսկապես արդար պահանջով են այնտեղ, գիտեք, ասենք օրինակ, երբ որ մի ակցիա պիտի անես, ու ինչքան էլ քո միտքը, քո դիմացինին համար ընդունելի լինի, դու ունես խնդիր նրան այդ ընդունելի իրավիճակից բերել ակցիան իրականացնելու վայր։ Հասկանում ես, ու նրան պետք է քաջալերել, ոգևորել, քո ճշմարտացիությունը ներդնել եւ այլն ու հասցնել նրան զգացմունքային առումով, որ մարդասիրտով ոչ էլ գործ եմ գնալու։ Ես գնացի այսօր ընդ։ Հասկանում եք։ Այդ մարդը այդ պարագայում արդարացի պահանջի մեջ է, բայց ես որ նրան փորձում եմ բերել, քաշել բերել այդ շատ հնարավոր է, որ այդ արդարացի պահանջը օգտագործում եմ հետագա այլ նպատակների համար։ Հասկանում եք։ Այս իմաստով ես այնտեղ ներկաներից շատերին կարծում եմ, որ այսպես թե այնպես ունեին այդ արդարացի պահանջը, բայց ժողովուրդ ջան, մենք ձեզ հարց տվեք։ Դուք իսկապես սպասում եք, որ պիտի Շահրամանյանը ձեզ հանի ցույց տա, ասի հես այսինն է, ցենին է, հա, ու սենց դուք էլ հետո հաջորդ քայլը ինչ եք անելու, գնալու եք ասեք, դե հենա, գնացեք, վերցրեք, դատախազություն ահացան։ Չէ, այդ ամեն ինչը տենց չի աշխատում։ Այդ ամեն ինչը տենց չի աշխատում ցավոք սրտի։
Այստեղ անպայման սկսում է իրավիճակը խառնել բյուրոկրատիան եւ գիտեք ընդհանուր առմամբ միշտ պետք է ամեն ինչում հաշվի առնել, որ մենք ամեն դեպքում ապրում ենք երեք կողմանի տիրույթում, հա, բարձրություն, 4, այսինքն բարձրություն, լայնություն, հաստություն եւ ժամանակ։ Այս 4 օպոնենտները ամեն ինչում են գործում։ Պարզապես ինչ-որ իրավիճակներում բարձրությունն ու լայնությունն ու հաստությունը տարբեր բաներ են նշանակում, բայց ժամանակը միևնույնն է բոլորի համար 24 ժամ է սուտկեն։ Եվ նույն տեմպով է ինքը ընթանում 60 վայրկյան րոպեում։ Վերջ։ Պետք է երևի թե նախ եւ առաջ մի փոքր աշխատանքներ տանել։ Այդ 23-ին, երբ որ ցավոք սրտի իրադարձությունները այնպես դասավորվեցին, որ եկաք, ու հենց առաջին օրը երբ տեսակ ձեր աչքով, այս դրա վաղը այդ էմոցիաների մեջ գոնե քաղաքացիները չեմ ասում, ամեն քաղաքացի երեխեն գիրկը օջի նայելու, մեկ էլ չգիտեմ ինչեր աչքը չի ուտելու այդ հաստատ, բայց գոնե հասարակական կազմակերպությունները Արցախի ու նրանց ղեկավարները հատկապես կամ խորհուրդները հատկապես պետք է այդ էմոցիան բաց չթողնեն։ Այդ ժամանակ վստահ եղեք, շատ խելոք կաներ ու ցույց կտար։ Բայց եթե մենք այդ ժամանակ մեկը ես դրա մասին ձեզ հուշեի, անպայման ասելու են, որ ես ատելություն եմ քարոզում, որ այսնեղ մաջալին ես դուրս եմ եկել ու քաղաքական չգիտեմ ինչ եմ անում։ Սա էլ իմ խնդիրն էր այդ ժամանակ։ Չնայած ամեն դեպքում մոտավորապես գոնե փորձել եմ հասկացնել։ Համենայն դեպս փորձել եմ մի փոքրիկ նվիրալների խմբի հետ անել ամեն բան, որ գոնե այդ հանգամանքը ու ձեզ չօգտագործեն Հայաստանի Հանրապետությունում եւս մեկ մեծ ցնցում քաղաքական բերելու, չօգտագործեն հեղաշրջման համար։ Ու հավատացեք, դա լինելու էր։ Քարոզչությունն աշխատել էր։ Եվ գիտեք ինչ է, լավ, բակագծեր հետագայում կբացենք։ Մենք ենք տեսնում շատ բաներ ու մենք ենք հավաքագրում շատ բաներ։ Այդտեղ հարցեր կային, որոնց պատասխանները ցավոք սրտի մինչև այսօր ճիշտ այդ հարցերը վերացնում էին համապատասխան կառույցներ, բայց միևնույն այդ հարցերի պատասխանները մինչև այսօր սկի մեջ չեն ասում, բախի էր այդ հարցերը լինում։ Հասկանում եք, սենց բաներ կան։ Այնպես որ ես միանգամից ասեմ, եթե օրինակ ինչ եք նախատեսել, եթե Շահրամանյանը ձեզ ցույց տա մի հատ ցուցակ, ասի հեսա, ես ինչ անի, ես ինչ։ Ես ունի, ես բաները ունի, ես ինչ անեմ, ինչ են բա դուք որպես առաջի քայլ եք, չէ՞, ասենք գնացել, ասում եք հրապարակի ախբերելու մի հատ։ Ճիշտ է։ Հրապարակելուց հետո բնականաբար քայլերի հաջորդականություն պիտի որ ծրագրավորած ունենայիք, ճիշտ է։ Իմացեք հրապարակելը։ Ձեր հաջորդ քայլը որը պիտի լիներ։ Այ հենց այդ քայլից պիտի սկսեք։ Բաբշե պետք չէ այնտեղ գնալ։ Ձեր առաջին քայլը պիտի լիներ այս իրավիճակում ձեր պլանավորած երկրորդ քայլը։ Եթե իսկապես ազնիվ եք ձեր նպատակներում, իսկ ես չեմ ուզում կասկածել, այդտեղ ոչ էլ ուզում կասկած հարուցել որևիցե մեկի մեջ։ Որտեղ էլ եմ կրկնում, տարի ու կես լինել Երևանում ու հարց տալ թե որը ումն է, մի քիչ դժվար է։ Ես ինքս եթե տարի ու կես լինեի Ստեփանակերտում, կասեի թե Արցախում որը ումն է։ Չնայած էլի գիտեմ, բայց տարի ու կեսից շատ եմ եղել դրա համար, որպեսզի չասեք դե դու երկար ես եղել, գիտես չէ, դե տարի ու կեսում կարելի է աման Հայաստանը անցայրացի Ռուսաստանի դաշնություն չէ, էլի Հայաստանն է։ Բայց այդ մոտեցումը, որ այո թալան եղել է 30 տարի եւ Քոչարյանն ու Սերժը պիտի հարցերի պատասխանեն ու պիտի պատասխանատվություն կրեն եւ այլն եւ շատ հարցերի հետ համամիտ եմ բայց մեթոդների հետ այդքան էլ չէ ես ինքս կկանգնեմ ձեր կողքին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեր պահանջների տակ ստորագրում եմ անկար չմտածեք այդ պահանջները ես համարում եմ անհիմն կամ անտեղի չէ Եթե լինի իրազեկման process ու ես իրազեկված լինեմ, ես անպայման ձեր կողքին եմ, խնդիր չկա։ Եթե ազնիվ ենք մեր այդ պայքարում, բայց ես մի այլ առաջարկ ունեմ փոխադարձ։ Տեսեք, ու իմ կարծիքով այդտեղ համընկնում է շատ բաներ։ Տեսեք, ուրեմն Լեռնային Արցախի հանրապետության մասին մենք մեր հռչակագրի մեջ ունենք խոսույթ։ Իհարկե ես մի հատ այս հռչակագրին պիտի առանձին եթերով անդրադառնամ ժողովուրդ ջան, որովհետև հանրության մեջ ոնց որ թե sense լողում է մի հատ sense բան
պատկերացում, թե կարող է բանա սահմանադրությունով ուզում են չեղար, կենհարճա, ինչ-որսը, դիտեմ, ինչ-որ Անտինյանն ամի բան խոսացել, ընդեղից են մյուսն ամի բան խոսացել, ընդեղից են մյուսը, այս մասով ես ապայման ձեզ հետ կզրուցեմ ու շատ բաներ կմբռնեք։ Բայց մոռացեք են ինչ-որ խոսացել են, թափեք մի կողմ թող գնա, շպրտեք, բերանը կապեք, շպրտեք, այդ հաստատ, մնացածը կմանրամասն է։ Հիմա նայեք, ամեն դեպքում մեր հռչակագիրը սահմանադրությունը չէ, հռչակագիրը խոսում է մեր երազանքների ու իղձերի մասին, բնականաբար ինքան էլ իրավական հաստատող չի, ինքը ժողովրդի իղձերի երազանքների մասին է, շատ դեպքերում։ Եվ մեր սահմանադրությունը շատ տեղերում հռչակագրին հղում չի անում, այսպես թե այնպես։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի հռչակագիր, բայց իրենց սահմանադրությունը հղում չի անում այդ հռչակագրին, որտեղ հենց հղում անի կստացվի, որ ինքը ուզում է բաբշե սա Ամերիկա մայրցամաքը գրավի, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հասկանում եք, որովհետև այնտեղ իղձերը, ցանկությունները ու երազանքներին, եթե դա իրավական ուժ, այդ դառնում է երրորդ համաշխարհային պատերազմ։ Ու ոչ միայն իրաց պարագայում, էլի շատ տեղերում է։ Արցախի մասով հռչակագրում կա բաներ։ Սահմանադրության մասով ուրիշ է, չկա։ Մենք սահմանադրությունով, մեր սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությանն է վերաբերում։ Հիմի Լեռնային Արցախի մասով հռչակագրի ընդունումից թե առաջվանից արդեն սկսվել են պրոցեսներ։ Գերագույն խորհուրդ եւ այլն։ Ու սկսել է պատերազմի զուգահեռ բանակցություններ, անկախության հռչակում, սահմանադրություն, սրան զուգահեռ թե բանակցություններ, թե պատերազմ։ Մինչև սեպտեմբեր 23 թվականը եղել են բանակցություններ։ Իհարկե, որոշ դեպքերում երկար ժամանակով կանգ առել բանման, բայց բանակցությունները եղել են։ Ինչ է խոսացվել Արցախի մասով, ով ինչ է բանակցել, ինչու է այդպես բանակցել եւ այլն, սա պիտի ունենա կոմպակտ մի հատ բան, ասենք պիտի բացենք, նա ցած հասանելի պիտի լինի, էլի, որովհետեւ գաղտնի բան այլևս չկա, հույժ գաղտնի եւ այլն, որովհետեւ այդ պետությունը լուծարվել է։ Արցախը լուծարվել է։ Ցավոք սրտից, ես ցավով եմ ասում։ Չկա, այսքան տաքսանելու բան էլ չկա։ Մեծ իմաստով։ Բայց մինչև այդ կոմպակտ պապկեն կստեղծվի, նախ եւ առաջ այս իրավիճակում պիտի 4 ղեկավարները մեր այդ պահից մինչև հիմա ունեցած 4 ղեկավարները նստեն հանրության առաջ, իսկ հանրության առաջ նստել ենթադրում է հեռուստատեսություն։ Չենք ասում, մի հատ քարի գլխին նստեն, մենք էլ հավաքվենք լսենք, չէ։ Նստեն հեռուստատեսությունում որոշակի նախապես մշակված ֆորմատի շրջանակներում բաց ներկայացնեն, մեկնաբանեն, քննադատեն, իրար միս ուտեն, իրար հետ բարշեն, ինչ ուզում են անեն, ամենայն մանրամասնությամբ ներկայացնեն ամեն ինչ Արցախի հետ կապված։ Հասկանում եք։ Որովհետև Արցախի հարցը այնքան են իրար մեջ շահարկում, որ արդեն մենք ենք իրար մեջ սկսում շահարկել, որտեղ որ կարող է սխալվենք ու վնասենք ինքներս մեզ, մեր պետությանը։ Որը լինի անշրջելի, չեք պատկերացնում։ Նայեք։ Պիտի նստեն, իտոգներ տան, որպեսզի օրինակ ես ու Պողոսը այս մի հարցում չունենանք խնդիր։ Երկուսից համար ընդունելի լինի մի պատասխան։ Դա ինչպես կարելի, բնականաբար ամեն նախագահ չի նստելու ասի հա այս ինչ հարցում ես սխալվել եմ։ Ոչ։ Ամեն մեկը ցույց է տալու թե ինչ կարևոր բան արել։ Իսկ այն մյուսները պիտի քննադատողական մոտեցում ցուցաբերեն, այսինքն փորձեն քանդել այդ թեզը։ Եթե չի քանդվում, նոր դա ճշմարտությունն է։ Հասկանում եք։ Ամեն դեպքում այդ ընդհանուր թող ինքը ժամանակ թող չդե, թող 10 ժամ, 20 ժամ, չգիտեմ, 8 օր թող նստեն ու բանավիճեն, մեզ քիչ է հետաքրքրում։ Մենք ժողովուրդն ենք։ Իրենք էլ են ժողովուրդը, հարցը դա չի։ Բայց իրենք առավել այլ պատասխանով, իրենք մեր պատվիրակներն են եղել։ Մենք ասել ենք դուք գնում եք այնեք խոսում, այնտեղ եթե պետք է որ սահմանը պահող լինի, մենք պահում ենք ախպեր։ Եթե զոհվող ապեք, մենք զոհվող ենք ախպեր։ Եթե այստեղ պիտի փող տանք, մենք տալիս ենք ախպեր։ Հասկանում եք։ Այսինքն պիտի հաշվետվություն ներկայացնեն 4-ով մի տեղից։ Ոչ թե ամեն մեկը իր ասենյակից ներկայացնի, որ ինքը ոհին է, չէ։ Հիմա այս պահանջը, երբ որ մենք դրեցինք, իսկ այդ պահանջը ձևավորվել է հասարակության շրջանում, այո։ Ոչ միայն ես, այլ Սոպա Սաֆարյանը, մյուսը շատ-շատերը ձեզանից։ Մենք սկսեցինք պահանջ ձևավորել, որ պիտի նստեք 4-ով խոսեք մեր առաջ։ Նիկոլ Փաշինյանը առայժմ միակն է, ով ընդառաջ է գնացել այդ պահանջը։ Ասել է օքեյ։ Okay. Անկամ իրա բերանով, ասել է ես պատրաստ եմ, հրավիրում եմ, եկեք գնանք, նստենք խոսանք։
Մեկը ընդառաջ ակնացել մեր բոլորիս պահանջին։ Բայց մեկի խոսալով չի լինի, չէ՞, որովհետև ինքը ինչքան խոսա, նրանք ովքեր չեն ընդունում Նիկոլին Փաշինյան, ասել են էլի սկսած խոսալ, բայց վախեր սենց, բայց ինչ բանը Սերժը որալերել էր, Քոչարյանը որ սենց բաներ են անում։ Դրա համար որպեսզի չլինի միակողմանի, պիտի 4-ը լինեն։ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Հիմի, եթե հանրության պահանջին, իրեն անգամ ընտրած հանրության պահանջին ընդառաջ է գնում վարչապետը, ում օրոք տեղի ունեցել 44-օրյա պատերազմը եւ ինքն եղել Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ Ալիևի կողմից Լեռնային Արցախի Հանրապետությունը էթնիկ զտմանը ենթարկվել։ Այս ծանր բեռի տակ մարդուց ես խնդիր չունեմ գալիս եմ։ Այն իրեքը ինչ ասես անում են որ չկան։ Այն մեկ ասма տղից հետ խոսա, այն մեկ ասma արտգործնախարարից հետ խոսա, այն մեկ ասma գրախտասենյակից պատասխանատու հետ խոսա։ Ձևեր են տալու, խոսքով թռնում են։ Իհարկե, այստեղ տպավորությունը այսպեսին նա ու այդ տպավորությունը հիմնավոր է, որ ուրեմն իրեկի տակ են կա։ Ու եթե Նիկոլ Փաշինյանը ունի մեղավորություն, ամեն դեպս ինքը պատրաստ է ընդունի նաև իր մեղավորությունը հրապարակել, չէ՞, ինքը չգիտի, չէ՞ իրան ինչ հարցեր կտան են իրեկը։ Չգիտի, չէ՞, ասում ինձ գալիս է։ Հիմա ես ցանկացած մեկի, ով հակված է պաշտպանել Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերը, կամ Ռոբերտ Քոչարյանի թեզերը, կամ Սերժ Սարգսյանի թեզերը, լավ եք անում, խնդիր չկա, այդպես եք ըմբռնում, այդպես եք վարվում։ Ես այստեղ խնդիր չունեմ, հասկանում եք, ու ուզում եմ հույս ունենալ, որ դուք էլ չունեք։ Բայց ձեր մոտ հարց չի առաջանում, ախպեր ջան, բայց երբ որ քիչ ենք միանում մենք այս պահանջին, եթե իսկապես ուզում ենք ամբողջականորեն մեր հետ վիճող չլինի, երբ ասենք այս ինչ հարցում էս ինչն է մեղավոր։ Ասենք դուք չեք ուզում, օրինակ, ասեք այ երբ որ ես ասում եմ Արցախը Նիկոլը տվեց, ոչ ոք չի կարող ասի չի տվել, որովհետև բանավեճի ժամանակ ինքն էլ ընդունեց որ տենց է։ Չեք ուզում սա։ Ապա ինչի՞ չեք միանում այդ պահանջին ու ում որ ընտրել եք։ Պահանջեք ասեք ընկեր ջան, այդ ինչով որ մեզ կերակրում ես, խնդիր չկա։ Օրինակ ես անվերապահ հավատում եմ որ Նիկոլ Փաշինյանը Արցախի օրինակ Արցախի հարցով ճիշտ է ասում, բայց միևնույնն է, դա միակողմանի ճիշտ է։ Միակողմանի ճիշտը ճիշտ չի հələ։ Հասկանում եք, որպեսզի ինքը համընդհանուր ընդունելի ճշմարտություն լինի, պիտի բոլորս գոնե այդ մի պահանջի հարցում, պիտի բոլորս մի թիմ լինենք, մի ժողովուրդ լինենք, մի հասարակություն, ով ասում անգեր ջան, այնտեղ երրաբլը, ժողովուրդ։ Այնպես չէ որ բաժան արված։ Այն մեկի բանը ծնողները Քոչարյանին են ընտրել, այն մեկի սենց չի։ Որտեղ բոլորը մեր համար են զոհվել։ Հիմա մենք բոլորս հավասար պիտի պայման ներկայացնենք։ Ասենք մատ այդ 4-ով եկեք տեսեք տենանք հələ այս ոնց բա սենց եղավ։ Ոնց եղավ որ անկախանում էինք, մեր հռչակագրի մեջ մեր իղձերն ու ցանկություններս գրել էինք։ Մտանք պատերազմի մեջ, պատերազմը հաղթական դիրքերից հրադադարը կապեցինք, եկանք հասանք մի հատ կետի, տասնամյակների ընթացքում, երբ ոչ Արցախը կա, ոչ ոնց եղավ այս ամեն ինչը։ Ու գիտեք, եթե մենք սա չանենք, այստեղ միասին չլինենք ու միասին չպահանջենք հարգելի քաղաքացի, հարգելի Ռոբերտ Քոչարյանին ընտրած քաղաքացիներ, իմ հայրենակիցներ, հարգելի Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացիներ, իմ հայրենակիցներ, հարգելի Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդներ, իմ սիրելի քաղաքացիներ, եթե մենք սա չանենք, ինչ որ մի օր գալու է 5-րդը ու անի այնպես, ինչպես իրեն հարմար է։ Հասկանում եք։ Հիմա այս հարցում, որպեսզի ունենանք հարցերի պատասխաններ Արցախի, ինչպես ստացվեց, որ Արցախը կորցրեցինք։ Եթե ուզում ենք պատասխաններ ունենանք, ինչի չենք ուզում բոլորս միասին պահանջենք, որ չէ, դո իրաստաներից, վզներից վերցնենք, տանենք, նստենք այնտեղ։ Ինչի։ Անկեղծ ես ձեզ ասեմ, եթե այս համընդհանուր պահանջին 3 նախագահներ ասեն մենք օքեյ ենք, գալիս ենք, ու հանկարծ Նիկոլ Փաշինյանը ասեր, ես դրանց հետ չեմ գա բանակցի կամ ասես մի հատ պատճառաբանություն գտներ, ես շատ լուրջ հետևություններ կսկսեի անել, չափազանց լուրջ, ու ասեմ ավելի շատ հնարավոր է սկսեի պահանջել, որ չէ, ընկեր ջան, ոնց, արի լստեղ, ասենք ոնց, բայց ոնց է լինում, իմ պարագայում սենց է անկալվում, ձեր պարագայում դեր, օքեյ եք էլի, իսկ ես չեմ ուզում մտածել, այն ինչով որ այդ ժամանակ մտածում եմ, ես չեմ ուզում մտածել, որ ասում դուք ընդամենը դες միակողմանի եք սիրում ճշտերի նայել ու Արցախը իսկապես այնքան էլ ձեզ հետաքրքիր չի, ես չեմ ուզում տենց նայել,
Հասկանում եք, որովհետև տենց ինչ որ մի կերպ նայելու համար պետք է ունենալ բոլոր կողմերի պատկեր, որ իմանաս ճիշտ ես նայում, ճիշտը պետք է լինի բոլոր կողմերից ճիշտ, ճիշտը չի կարող քանդվի։ Եթե քանդվում է, թե ցնցվում է, արդեն այդտեղ մի բան չի։ Հիմի առաջարկս հետևյալն է։ Հարգելի Արթուր, հարգելի Արցախի իրավունքներով այդպես շտապ որ բան է կարել, կներեք ձեզ անուններով չեմ հիշում, բայց այն մեկը հատկապես մի քաղաքացի, որ այսօր Շահրամանյանի հետևով ֆրֆռում էր, դրանից առաջ մեկով հյուր էր։ Ժողովուրդ ջան, եկեք միանանք, այս պահանջը A-կետից հասցնենք B-կետի։ Եթե մենք դա չենք կարողանում անել, ուրեմն մեր գլխին ով ինչ արել է, լավ արել, մի բան էլ քիչ արել։ Սա է պատասխանը։ Եթե մենք որպես հասարակություն այս կարևորագույն հարցի շուրջ չենք կոնսոլիդանում, ու այդ պահանջը ես ամեն մեկի գրառումներով ցած չեմ տեսնում, տարբեր քաղաքական պատկերացում ունեցողների, ուրեմն թալանել են, լավ են արել։ Բանակ չեն, բանակը կեղեքել են, լավ են արել։ Արցախ են հանձնել, լավ են արել։ Մեղրիի շուրջ են բանացել, շատ լավ են արել։ Հայաստանի անկախությունն են հարցականի վրա տակ դրել, թույն իդեալական։ Ուրեմն հասնում եմ ես։ Այլ ձեր չի լինում։ Այլ ձեր չի լինում։ Որովհետև ինչպեսին հանրությունն է, հասարակությունն է, ինչպեսին ժողովուրդն է, այդպեսին լինում են իր ղեկավարները։ Ինչքան որ պատասխանատվություն պահանջող լինի ժողովուրդը, այդքան պատասխանատվության զգացումով գործող ղեկավարներ կունենա։ Սա է պարզ հասարակ մաթեմատիկա։ Մնացածը, այո, ու այս ամեն ինչը եթե մենք մինչև հիմի չենք ուզում դնենք դիսկուրսի սեղանին, անենք դիրիտո։ Կարող է հիմա ես ինչ ասում եմ, մեջը մի 10 բան սխալվում եմ ասել։ Չգիտեմ, այդպես եմ կարծում, ու կարող է հարցեր կան, որ քննարկման երթակայա կամ քննադատության բնական է։ Բայց եթե սկսենք խոսել, անպայման կգանք այն ամենաամուր կետին կկանգնենք ու սկսենք գործել։ Ու եթե մենք դեռ սրան չենք ասել, ինչ ցուցակ եք ուզում, որ Շահրամանյանը ձեզ ցույց տա։ Դուրս եկեք Հյուսիսային պողոտայով քայլեք։ Ամբողջ ցուցակը, ցուցակի գոնե վերնագիրը այնտեղ դրած է։ Ուզենք որտեղից եք ուզում։ Եկեք բանից Կանյաշնիի մոտից ոտով մի հատ գնում։ Ես մեծ կենտրոնի մասն եմ խոսում։ Կանյաշնիի մոտից մի հատ գնում եք, բան, Պապլավուկ, մի քիչ ավելի վերև, լավ, Ցիտադելի կողմերը, Ռասիայի կողմից գնում եք մինչև Բաբայան փողոց, այդ ենթադրյալ ցուցակի վերնագիրը արդեն ուտեղ դրած է։ Դա դեռ վերնագիրը կլինի։ Ասենք, չգիտեմ, Եղվարդ գնանք, այնտեղ ցույց տան բաներ։ Ձեր սիրելի գեներալների կամ իմ սիրելի մեր բոլորի սիրելի գեներալների։ Ուր գնանք, հոկտեմբերյան գնանք։ Աբովյան կարանք գնանք։ Կարանք Շամշադին գնանք։ Կարանք Թալին գնանք։ Դե, ասենք ուր գնանք, Սյունեքի մարզ գնանք։ Ասեմ ավելի, տեղի կա որ կարանք չգնանք։ Կարանք զանգենք, մեկին ինքը քայլի ցույց տա ասի, ինչ որ բարդ բան չի դա։ Հարկ ասում, այնտեղ էլ ընկերներ են ունենք, չենք նեղվում։ Ինչ ցուցակ եք ուզում։ Ցուցակի վերնագիրը Երևանի մեծ կենտրոնում է, այդ դեռ վերնագիրն է, էլ եմ ասում։ Դրա տակ ասած կարակ թերթեք միջոցին գեջ, վերջացա։ Դուք ավելի լավ է, որպեսզի այդ մարդը քիչ տանջվի ցուցակը գրելու process-ի մեջ։ Ավելի լավ է այլ պահանջ դրեք։ Ասեք, մի հատ մեծ ցուցակ տվեք, որտեղ լինեն արցախցի գեներալներ, արցախցի քաղաքական գործիչներ, ովքեր Հայաստանում եթե ինչ-որ մի բան ունեն դա խելքին մոտիկ բան, այսինքն հնարավոր է երկար աշխատելու արդյունքում ինչ-որ մի փոքրիկ բան ձեռք բերել, մենք չենք ասում պետություն։ Կամ առհասարակ ոչինչ չունեն։ Այդ ցուցակը մի 3 տողով կարելի է սահմանափակել։ Այդ ցուցակը պահանջեք Շահրամանյանից, տվեք։ Ասեք, գրեք մի հատ թղթի վրա, Արցախցի որ գեներալը Հայաստանի Հանրապետությունում ոչինչ չունի։ Կամ ասենք լավ, նա տուն ունի, սովորական կվարցիրանյան։ Բանգլադեշում ենթադրենք։ Կարող է ձեզ ինքը սպիտակ թուղթ տա, այսպես մի հատ սպիտակ թուղթ կարող է տա։ Հասկանում եք, թե չէ գնացել եք, շատ դժվար բան եք ուզում, չի կարա ինքը տա, ինքը ով է ցուցակ ձեզ տա, չի կարա։
Հա նորայր ջան, հələ բարդ վիճակս։ Ընդ որում այդ հազը ոնց որ փոշի կուտակված մի չգիտեմ, ես չի էլի որ բան հազա, չեմ հասկանում, չգիտեմ, պրիվանտությունը, նու կա մեջս չի անցել վիրուսը։ Սա է։ Այնպես որ սիրելի արցախցիներ, սիրելի քույրեր ու եղբայրներ, ես քույրեր ու եղբայրներ իզուր չեմ ասում։ Այդ բառը կարևոր բառ է, ու այդ բառով եմ բնորոշում ձեզ, որովհետև ավելի թանկ բառով հնարավոր չի։ Հարգելիներս, ունեմ ձեզ մի խնդրանք։ Փորձեք ամրանալ Հայաստան։ Պահանջատիրությունը Արցախի հետ կապված չի նվազելու, չի կորելու, երբեք չի անհետանալու, Արցախը չի մոռացվելու, բայց ես ունեմ հետևյալ կարծիքը։ Ես նախ հավատում եմ, որ Արցախը վերածնվելու, վերապրվելու է ու վերամիավորվելու է համայնք Հայաստանը, եթե ուզում եք իմանալ, ես դրան հավատում եմ ավելի շատ, քան որևիցե մեկը։ Ես ավելիին էլ եմ հավատում։ Բայց որպեսի իմ կարծիքով, որպեսի ինչ-որ մի օր, թեկուզ ես չտեսնեմ դա, ինչ-որ մի օր դա տեղի ունենա, գոյություն ունի քայլերի հաջորդականություն։ Նախ պետք է մենք մեր խելքները գլուխներս հավաքենք, մենք բոլորս, ցանկացած մեկս։ Պետք է հասկանանք մեր իրավունքներն ու պարտականությունները եւ իրավահպատակ քաղաքացու մոդելով իրականացնենք հերթով այդ ամեն ինչը։ Նախ պետք է ամրացնենք մեր պետությունը։ Այդ ամրացնելը սահմանի ամրությունը չի։ Պիտի ամրացնենք տնտեսապես, նրա հեղինակությունը պիտի բարձրացնենք աշխարհում։ Եթե Հայաստանի Հանրապետության հեղինակությունը աշխարհում չբարձրացնենք, մեզ շանտեղ դնող չի լինելու։ Մենք դառնալու ենք արկու վաճառքի մատերիալ։ Իսկ իրար միս ուտելով վստահ եղեք, մենք հեղինակություն չենք բարձրացնում։ Ճիշտ հակառակը։ Իսկ Հայաստանի Հանրապետության նման երկրներում բոլոր երկրների արտաքին հետախուզության ներկայացուցիչներ կան։ Նրանց խաբելը շատ դժվար է։ Հասկանում եք, գրեթե անհնար։ Մենք նախ պիտի ամրացնենք մեր պետությունը ամեն կերպ, մշակույթով, ավանդույթներով, օրենքներով, պահանջներով, քննադատություններով, կրթվելով։ Պիտի տնտեսությունը զարգացնենք։ Ու անպայման աշխարհը գալու է մի տեղ, որտեղ որ մենք նրան սպասելուց ենք լինելու։ Ու ստացվելու է դա։ Ու շատ արագ է ստացվելու, այսինքն է ստացվելու։ Պատերազմով էլ չի լինելու դա։ Դա պարզապես լինելու է այդպես։ Զբաղվեք ձեր գործով։ Դուք շատ այսօր խնդիրներ ունեք կենցաղային, սուր հոգեբանական։ Զբաղվեք այդ գործերով։ Եթե ինչ որտեղ աջակցության կարիք եք զգում, ասեք, բարձրաձայնեք, մի նեղվեք։ Բնական է, դա բնական է։ Երբ որ մարդը էթնիկ զտման է ենթարկվել ու գտնում է թեկուզ իր հայրենիքում, մայր հայրենիքում, միևնույնն է, ունենում է գոնե բարոյահոգեբանական խնդիր, գոնե։ Այդ ժամանակ մի նեղվեք, ասեք, մենք դա ընկալում ենք, ու նենց չի, որ եթե ձեր կողքին ինչ-որ մի հարց բարձրաձայնացի կողքին կանգնում ենք, լավություն ենք անում իրեն, չէ, մենք այդպես էլ չենք մոտենում, եթե դուք նեղվում եք, որ կարող է մեկը ձեզ լավություն անի, ու պետք չի, կան դες մարդիկ, իհարկե, հպարտության զգացում ունեցող բան մարդիկ կան, ես սա ամբողջ եմ հասկանում, բայց չկարծեք, թե լավություն ենք անում, չէ, դա նորմալն է, որը կարա լինի։ Այստեղ ուրիշ երկրից փախստականներ չեք, որ ասենք, հա, եթե ջերմ ենք ընդունում, բա լավություն ենք անում, բա ինչ ենք անում, բալում ենք գնայինք իրանց երկիր ինչ կանեն։ Չէ։ Պարզապես իրար գնահատելու ու սիրելու մասին է խոսքը։ Ինչ հարցեր կան, ասեք։ Ասեք, շփվենք, զրուցենք։ Այլ կերպ եք մտածում, նորմալ է։ Բայց առանցքություններ։ Ու այս առանցքություններին ես ասում եմ առաջին հերթին ինքս ինձ։ Մեկ ես էլ եմ ունից դուրս գալիս։ Պայմանավորվեցինք։ Պետք չի, ոչ Շահրամանյանի դեմն է պետք դուրս գալ, ոչ Մետաքսեների, ոչ Քոչարյան Մոչարյանների,
Ոչ մեկի։ Ոչ էլ Նիկոլի։ Ոչ էլ պետության։ Իհարկե, ակցիաները նորմալ են, բայց եկեք առանց ատելության, առանց իրար ատելու այդ ակցիաները անենք։ Առաջիկայում ակցիաներ նախատեսում ենք, կտեսնեք ոնց են անում։ Առանց ատելու։ Վրդովմունք կարա լինի։ Ոնց չի կարա։ Բայց չի կարա լինի ատելություն։ Մենք վաղուց այդ իրականության մեջ չենք։ Ես չգիտեմ, Արցախում ձեզ ով ինչեր է պատմել ու ինչ տպավորություններով եք դուրս եկել այնտեղից։ Բայց կարծում եմ ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան լավ չեն կմբռնում։ Պարզապես կարելի է դա գտնել, հարթել, հարթուկել գնա։ Հասկանում եք։ Շնորհակալություն դիտելու համար ժողովուրդ ջան։ Իհարկե մանրամասնելու բաներ շատ կան։ Ու այս մանրամասնությունները նրա համար են, որ մարդիկ կան կարող է այլ կերպ ըմբռնեն, այլ կերպ արտահայտվեն, որ հանկարծ դա տեղի չունենա, որովհետև ցանկացած խոսք ունի իրան հակասող խոսքը, ցանկացած գործողություն ունի հակագործողություն, ցանկացած ազդեցություն ունի հակազդեցություն։ Որքան սուր կոպիտ, այդքան հակազդեցությունը ավելի սուր ու կոպիտ։ Ու դա լավ տեղ չի տանում երբեք։ Առավել ևս, որ ձեզ նստած տեղը հաստատ ոչ մեկ վիրավորած չկա։ Հա, վիրավոր են, դրածի բոգա, իհարկե, բան չենք։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու տարածելու համար։ Լավ եղեք։ Վաղը մյուս օրը դեռ խոսենք։ Հատկապես այնքան բաները տեղի ունենում, որ պարզապես չես ասում։ Մինչև մեկը ուզում ես, մեկի մի թեմային ուզում ես անդրադառնաս, արդեն հնացած թեմա է դառնում։ 10 րոպե հետո թեման հնանում է։ Այդ այն պարագայում, եթե այդ թեման լիներ մի քանի տարի առաջ, մի տարի կարելի էր այդ թեման վերցանել, հասկանում եք։ Ստեղ 10 րոպեից արդեն հին է այդ թեման։ Գժանոցա մի հատ։ Մեծ կայֆոտ գժանոցա ասեմ։ Մեկը ինձ սկսում է դուր գալիս բանը արդեն, էլի։ Այդ տեմպը։ Ուզած պետք է մերվեն, եթե ապրելու են մեզ հետ։ Իրանք մենք ենք, Սամվել ջան։ Եկեք տենց չի, մի քիչ տենց չի։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։